Յուրաքանչյուր քաղաք իր յուրահատուկ բույրը ունի, բառից բուն իմաստով։ Ֆրանսիա հայտնի պարֆյումերը ստեղծել է Հայաստանի 11-րդ մայրաքաղաքի բույրը։ Նրա մշակած օծանելիքը այդպես էլ կոչվում է անի։ Սեսիլ Զառուկյան, օծանելիքագործ, Սեսիլ Զառուկյան պարֆումերական կրեատիվ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար։ Սեսիլ, պատմեք ձեր ընտանիքի արմատների մասին, որտեղացի էին Զառուկյանները, որտեղից են Ֆրանսիա տեղափոխվել։ Հայրս ֆրանսիացի է, մորս ծնողներն են հայ։ Մայրս Զառուկյան ազգանունն է կրում։ Մանկությունս մորս հայկական ընտանիքում է անցել։ Պապիկս Գյուրինից էր, դա Սեբաստիայի մոտ է, իսկ տատիկս Հարփութից էր գաղթել։ Թուրքերը պապիկից տիպողաբար Ենիչերի էին դարձրել։ Այսինքն դեռ մանուկ ժամանակ տարել էին ծնողներից, ստիպել էին, որ մահմեդականություն ընդունի եւ զինվոր դառնա։ Սակայն նրան հաջողվել էր փախչել թուրքերից եւ գտնել իր մորը։ Ցեղասպանությունից հետո նախնիներս որոշ ժամանակ Լիբանանում են ապրել։ Ֆրանսիա էին տեղափոխվել 30-ականներին, հաստատվելով Մարսելում։ Ենթադրում եմ դուք ձեր մանկությունը ասոցիացվում է ինչ-որ մի բույրի հետ։ Այ որն է ձեր մանկության բույրը։ Տատիկիս պատրաստած տոլմայի բույրը։ Տոլմայի համեմունքների հոտը շատ յուրահատուկ էր ինձ թվում։ Երևի այդ պատճառով էլ այդ բույրը կապում եմ Հայաստանի, տան, օջախի, միասին հաճելի պահերը կիսելու հաճույքի հետ։ Այդ բույրը մինչ օրս ասոցացվում է տատիկիս եւ պապիկիս հետ, ովքեր ցավոք վաղուց մահացել են։ Իսկ երբ որոշեցիք, որ պարֆյումեր եք դառնալու։ Ես բժշկական համալսարանում մանկաբուժություն եմ սովորել։ Այդ ժամանակ դեռ պատկերացում չունեի պարֆյումերի մասնագիտության մասին։ Բայց միշտ շատ զգայուն եմ եղել բույրերի նկատմամբ։ Հոտ էի քաշում ամեն ինչից, ինչ պահում էի ձեռքումս։ Շատ էի սիրում օծանելիք եւ ունեի տարբեր օծանելիքների նմուշներ։ Ավելի ուշ սկսեցի կարդալ այդ մասնագիտության մասին, բույրեր ստեղծելու արվեստի մասին։ Շատ էի տարվել այդ ամենով։ Հասկացել էի, որ դա հենց այն գործն է, որով ուզում եմ զբաղվել ողջ կյանքիս ընթացքում։ Մասնագիտական կրթությունը ստանալուց հետո Սեսիլ Զառուկյանը իր կարիերան սկսել է Ռոբերտետ ընկերությունում։ 2009 թվականին նա ստեղծել էր իր առաջին բույրը՝ Epic Woman-ը, Օմանի սուլթան Կաբաս Բեն Սաիդիին պատկանող ամուաշ պարֆյումերական տան համար։ Այս համարձակ դեբյուտը մինչ օրս մնում է բեսթսելլեր։ Հետագայում Սեսիլը արաբական այդ բրենդի համար ստեղծել է տասնյակից ավել բույրեր, այդ թվում Royal Tobacco, Silver Oda, Outlands-ը։ 2019 թվականին նա մուտք է գործել բրազիլական օծանելիքի շուկա, որը աշխարհում երկրորդն է իր ծավալներով։ Որպես անկախ օծանելիքագործ նա համագործակցում էր բրազիլական առաջատար Գրանդո ապրանքանիշի հետ։ Այս համագործակցության գագաթնակետը դարձավ Bossa օծանելիքը, որը թողարկվեց 2020 թվականին ապրանքանիշի 150-ամյակի կապակցությամբ։ Բույրը դարձավ բեսթսելլեր։ Մեր հայրենակցուհին հաջողությամբ աշխատել է Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի առաջատար պարֆյումերական ընկերությունների համար։ Նա ստեղծում է բույրեր, որոնք ոչ միայն գեղարվեստական արժեք ունեն, այլ նաև կոմերցիոն առումով են հաջողակ։ Բացի օծանելիք ստեղծելուց, Սեսիլը խորհրդատվական ծառայություններ է մատուցում արոմա բրենդինգի ոլորտում, համագործակցելով մասնավորապես Vocal-ից արտադրող ընկերությունների Pernod Ricard-ի ու Santori-ի հետ։ Վարպետաց դասեր է տալիս ու սեմինարներ անցկացնում աշխարհով մեկ։ Իսկ որտեղ են սովորում այդ արվեստը։ Ֆրանսիայում կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ կարելի է ձեռք բերել այդ մասնագիտությունը։ Այո, կան մասնագիտացված մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ես սովորել եմ ամենահայտնիներից մեկում՝ Իսիպկայում։ Հապավումը վերածվում է հետևյալ կերպ. օծանելիքի, կոսմետիկայի եւ սննդի համեմունքների միջազգային համալսարան։ Այն գտնվում է Վերսայում։ Այժմ Փարիզում գործում է նաեւ օծանելիքի բարձրագույն դպրոցը։ Բացի այդ կան պարֆյումերային ծրագրեր տարբեր համալսարաններում, ինչպես նաեւ հատուկ դասընթացներ, որոնք հիմնադրվել են օծանելիքի բրենդների կողմից։ Դրանք հասանելի են քիչ քանակությամբ մարդկանց։ Ինչպես են բույր ստեղծում։ Այ ես պատկերացնել չեմ կարող։ Ես հասկանում եմ ճաշը պատրաստում են։ Այս ինգրեդիենտները անհրաժեշտ են ճաշ պատրաստելու համար։ Ձեզ այդ դպրոցում սովորեցնում են, վերցնում եք այսա եւ ստանում եք բույր։ Կա այսպես ասած հիմնական բաղադրատոմս։ Մենք սովորում ենք ինչպես հիշել տարբեր բույրեր։ Օրինակ սա լավանդա է, սա բազիլիկ է,
Սա արքայախնձոր է։ Եվ իհարկե ավելի քիմիական տերմիններ։ Այդ մեթոդը կոչվում է olfactory memory, այսինքն մենք պարապում ենք, որպեսզի հիշենք բույրեր եւ այդպիսով հավաքում ենք շատ փորձ։ Պետք է process-ը կրկնել այնքան, մինչև հստակ հիշես ու հասկանաս, ինչ բույրեր ես օգտագործում, եւ դա պետք է անես ամբողջ կարիերայիդ ընթացքում։ Այդ պատճառով էլ այս մասնագիտությունը այդքան հետաքրքիր է։ Նույնն է ինչ երաժշտության կամ պարի մեջ։ Ցանկացած արվեստում ստեղծագործում ես, ցախողում ես, կրկին փորձում ես, սովորելով քո գործած սխալների վրա։ Սեսիլ, մի քանի հազար տարի է ինչ մարդիկ բույրեր են ստեղծում, իսկ ինգրեդիենտները իրականում սահմանափակ են։ Այ ինչպես կարող եք անել այնպես, որ չկրկնվեք, որ չանեք մի բան, ինչը տասնամյակներ կամ միգուցե հարյուրամյակներ առաջ արդեն ինչ-որ մեկը ստեղծել է։ Չի ասի, որ նյութերը սահմանափակ են։ Ես ինքս սովորել ու հիշում եմ մոտ 1000 բույր ու նյութ։ Կարող եմ անսխալ տարբերել մեկը մյուսից, այսպես ասած փակ աչքերով։ Ու այդ 1000 բույրերը իրար հետ խառնելով կարելի է 100 հազարավոր տարբեր երանգներ ստանալ։ Մենք աշխատում ենք ինչպես երաժիշտները, որոնք օգտագործում են նույն 7 նոտաները եւ ստանում են դրանցով շատ տարբեր ստեղծագործություններ։ Պարֆյումերները եւս գիտեն, թե ինչպես է պետք համադրել նորն ու անկրկնելին ստանալու համար։ Պարֆյումերիան ոչ միայն արվեստ է, այլ նաև արդյունաբերություն, այլ ինչպես է նմուշը դառնում ապրանք, ինչպես է այն անցնում արդյունաբերական մասշտաբի արդեն դրա արտադրությունը, ով է որոշում, որ սրանից կստացվի ապրանք, որ այն հաջողված կլինի։ Իրականում որոշումը միշտ ռիսկային է։ Երբեք չգիտես օծանելիքը կհաջողի թե ոչ։ Պարֆյումերները պատվերներ ստանում են տարբեր բրենդներից եւ ի վերջո որոշում կայացնողները հենց իրենք են։ Սովորաբար իմ առաքելությունը ավարտված է համարվում, երբ ստեղծում եմ բույրը եւ հանձնում նմուշը պատվիրատուին։ Այդ պահից սկսած այն իր սեփականությունն է։ Ինչպես կուզի, այդպես կվարվի։ Բայց որոշ դեպքերում կախված բրենդից եւ ղեկավարների հետ իմ ունեցած հարաբերություններից ինձ թույլ են տալիս մասնակցել վերջնական արդյունքի ստեղծմանը։ Որոշ նախագծերում մասնակցել եմ անվան ընտրությանը, սրվակի դիզայնի մշակմանը։ Դա իրականում բացառիկ երևույթ է անկախ պարֆյումերի դեպքում։ Այս ամենի մեջ շատ կարևոր է բացատրել բրենդի տնօրինությանը քո ստեղծած օծանելիքի մասին քո ունեցած պատկերացումը։ Իմ ծառայություններից օգտվող օծանելիք արտադրող ընկերությունները իսկապես կարևորում են իմ կարծիքը վերջնական ապրանքի տեսքի ու բովանդակության վերաբերյալ։ Օտկուտյուր ոճում ստեղծագործող կուտյուրիերների մոտ հաճախ գալիս են հարուստ հաճախորդներ ու ասում են պատվիրում են զգեստ միայն մեկ օրինակով, որը կունենա միայն ինքը։ Իսկ պարֆյումերների նման պատվերներ երբևէ անում են անհատական պատվեր մեկ օրինակով։ Այո, այդպիսի դեպքեր լինում են։ Օրինակ Գերլենը եւ Կաղթիեղը վերցնում են անհատական պատվերներ։ Այդ ծառայությունը իսկապես յուրահատուկ եւ բարձրորակ է։ Այդպիսի օծանելիքը անվանում ենք bespoke perfume։ Այդ դեպքում մենք համարում ենք պատվիրատուին ստեղծվող օծանելիքի համահեղինակ։ Հաճախորդը մասնակցում է բույրի մշակմանը, ներկա է լինում օծանելիքի կերտման ընթացքում։ Ես էլ եմ բաց այդպիսի համագործակցության համար։ Ձեր թիմը ինչ է իրենից ներկայացնում, ձեր ընկերությունը ովքեր են։ Արդեն 15 տարի գոյություն ունի իմ կազմակերպությունը, որից 7-ը աշխատել եմ մենակ։ Աշխատակիցներից մի մասը օգնում է հասկանալ հաճախորդների կարիքները։ Մյուսների հետ միասին ստեղծում ենք բույրերը։ Ունենք նաև թիմակիցներ, ովքեր զբաղվում են մարքեթինգով եւ հաղորդակցությամբ, վաճառքով եւ վարչական աշխատանքով։ Սեսիլ Զարուկյանը իր անկախ կրեատիվ ստուդիան հիմնել է Փարիզում 2011 թվականին։ Այսօր նա ղեկավարում է 10 հոգուց բաղկացած թիմ, որի հետ միասին ստեղծել է բույրեր Եվրոպայի, Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի հեղինակավոր ապրանքանիշների համար։ Սեսիլ Զարուկյան Սարլ պարֆյումերական ստուդիայի պորտֆոլիոն ներառում է ավելի քան 100 օծանելիք։ Մեր հայրենակցուհու հաճախորդների թվում են ֆրանսիական Ժովուա Պարի, Մաջդա Դեկոլի, Ժակ Ժատ ապրանքանիշները, իտալական Մասկո Միլանոն, Լաբորատորիա Օլֆատիվո, Սերժով ապրանքանիշները։ 2018 թվականին Նիշանե պարֆյումերային տան հետ համատեղ նա ստեղծեց Անի հավաքածոն, որը նվիրված է Հայաստանի 11-րդ մայրաքաղաքին։ Սեսիլի ստեղծագործական գաղափարները չեն տեղավորվում ավանդական շրջանակներում ու հաճախ ենթադրում են անսպասելի կոլաբորացիաներ։ Նա համագործակցում է առաջատար նորաձևության տների ու դիզայներական ապրանքանիշների հետ։ Զարուկյանը մի քանի անգամ մրցանակների է արժանացել հեղինակավոր պարֆյումերական մրցույթներում։ 2008 թվականին Olfatorama ամսագրի կողմից նա հռչակվել է տարվա օծանելիքագործ։
Այս մի քանի տասնյակ ձեր կողմից ստեղծված օծանելիքների սրվակներից ընդամենը մի քանիսի վրա եմ տեսել ձեր անունը։ Արվեստի մարդիկ սովորաբար ստորագրում են, նկարիչը ստորագրում է իր կտավը, վեպի հեղինակը իր անունն է գրում, ռեժիսորի հեղինակը։ Իսկ դուք ստեղծում եք հիմնականում այլ բրենդների համար։ Չկա այդպիսի բան, որ դուք ստեղծել եք, բայց փառքը վայելելու է ուրիշը։ Չեմ կարծում, քանի որ ինչպես նշեցիք, իմ անունը երևում է շատ տարբեր օծանելիքների վրա։ Նույնիսկ եթե անունս գրված չի լինում սրվակի վրա, այն միշտ հիշատակվում է այլ կերպ։ Օրինակ մամուլում, սոցիալական մեդիայի կոնտենտում, հարցազրույցներում։ Դա ինձ համար եւս շատ կարեւոր է։ Իհարկե, բրենդները անընդհատ չեն կարող խոսել պարֆյումերների մասին։ Դա նորմալ է։ Կարևորը այն է, որ երբ բրենդը կոնկրետ օծանելիքով հաջողության է հասնում, ներկայանում է մրցույթում կամ ցուցահանդեսում, միշտ հիշատակվում է հեղինակի անունը։ Արդեն 20 տարի է ինչ այս ոլորտում եմ։ Այդ ընթացքում երբեք ինձ ստվերում չեմ զգացել։ Պարֆյումերները կարողացել են հասնել նրան, որ արտադրողները հարգում են իրենց աշխատանքը։ Մենք թույլ չենք տալիս, որ բրենդները անտեսեն մեզ ու լռեն մեր արած գործի մասին։ Մարդիկ հաճախ ապահովագրում են այն, ինչ իրենց համար ամենաթանկն է։ Կռահում են, որ ձեզ համար ամենաթանկը բույր ընկալելու ունակությունն է։ Լսել եմ, որոշ պարֆյումերներ ապահովագրում են իրենց քիթը։ Լսել եմ այդ մասին։ Գիտեմ մի քանի պարֆյումերների, ովքեր իսկապես փորձել են ապահովագրել իրենց քիթը, բայց չգիտեմ, թե ի վերջո գործը պայմանագրին հասել է, թե ոչ։ Տեղյակ չեմ, թե արդյոք ապահովագրական ընկերությունները լուրջ կվերաբերվեն նման համագործակցությանը։ Կարծում եմ, իրենց ռիսկը շատ ավելի մեծ է լինելու։ Իհարկե, քթիս համար անհանգստանում եմ, չէ՞ որ այն իմ աշխատանքում անփոխարինելի գործիք է։ Անհանգստությունս առաջացավ մասնավորապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Շատերն են COVID-ով հիվանդանալուց հետո կորցրել հոտառությունը։ Իմ բախտը բերեց, ես չվարակվեցի։ Բայց հոտառությունը կարելի է կորցնել եւ առանց հիվանդանալու։ Գիտեմ մարդկանց, ովքեր ավտովթարի հետևանքով հարված են ստացել քթին եւ վնասել են հոտառության նեյրոնները։ Երբ այդպիսի բան է լինում, բժիշկները գրեթե անզոր են։ Դա է պատճառը, որ ես այդքան զգույշ եմ։ Ինձ վախեցնում է ամեն բան, ինչը կարող է վտանգել հոտառությունը։ Սեսիլ, երբևէ փորձել եք ոգեշնչում փնտրել ձեր էթնիկ արմատների մեջ։ Իհարկե, ժամանակին մի թուրքական բրենդից համագործակցության առաջարկ էի ստացել։ Դա մեծ հնարավորություն էր ինձ համար։ Ես շատ լավ ծանոթ եմ հայոց ցեղասպանության պատմությանը։ Իմ ընտանիքում այդ թեման միշտ արծարծվել է, քանի որ նախապապիկիս եւ նախատատիկիս սպանել են թուրքերը։ Ինձ համար անընդունելի է այն, որ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը։ Այդ ամենը հաշվի առնելով իմ համագործակցությունը թուրքական բրենդի հետ սկզբում խնդրահարույց էր թվում։ Սակայն տարիներ տևած բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ մեր այդ գործակցությունը կարող է նաև հայերի եւ թուրքերի հաշտեցման խորհրդանիշ դառնալ։ Կարծում եմ, դա հենց այն է, ինչ հիմա ակտուալ է։ Եղածը ուրանալ չի կարելի, բայց միայն անցյալով ապրելն էլ ճիշտ չէ։ Աշխարհը զարգանում է, պետք է առաջ նայել։ Թուրքական այդ բրենդի ղեկավարները առաջադեմ մարդիկ էին։ Նրանք կիսում են իմ արժեքներն ու պատմության հանդեպ իմ ունեցած պատկերացումները։ Երբ քննարկում էինք համագործակցության հնարավորությունները, միտք առաջացավ ստեղծել օծանելիք, որը կխորհրդանշի հայկական պատմական ժառանգությունը։ Այդպես 2018 թվականին ես Նիշանե բրենդի համար ստեղծեցի Անի կոչվող օծանելիքը։ Այն դարձավ բեսթսելեր եւ ուղղակի ցնցեց շուկան։ Պարֆյումերիայի աշխարհում բոլորը խոսում էին Անիի մասին, ասում, որ այն աշխարհի ամենալավ վանիլի բույրով օծանելիքն է։ Ու դա նաև լավ առիթ էր հիշեցնելու այն մասին, որ դեռ 1000 տարի առաջ հայոց մայրաքաղաք Անին աշխարհի ամենաառաջատար մեգապոլիսներից մեկն էր։ Հիմա Հայաստանը ունի ուրիշ մայրաքաղաք, որը ասում են նույնպես չքնաղ է։ Ցավոք երբևէ Երևանում չեմ եղել։ Լսել եմ, որ իմ օծանելիքները հայտնի են Հայաստանում եւ մարդիկ ճանաչում են դրանք։ 2020 թվականին պլանավորում էի գալ Հայաստան։ Հայտնի հայ պարֆյումեր Ֆրանսիս Քուրքչյանի հետ քննարկում էինք Հայաստանում մի նոր օծանելիք ստեղծելու գաղափարը։ Ցավոք համաճարակը խանգարեց, բայց հավատացած եմ, որ մի օր գալու եմ նախնիներիս հայրենիք։ Ու դա ինձ ոգեշնչելու է Հայաստանի բույրով նոր օծանելիքներ ստեղծելու հարցում։ Սեսիլ, Հայաստանում բոլորը գիտեն Ֆրանսիս Քուրքչյանին, իսկ ուրիշ ազգությամբ հայ պարֆյումերներ կան, ովքեր հաջողության են հասել եւ իրենց հետ ինչ-որ համագործակցություն, կոլաբորացիա կա ձեզ մոտ։ Ֆրանսիս Քուրքչյան այն պարֆյումերներից է, ումից շատ եմ ոգեշնչվում եւ ում շատ եմ հարգում։ Նա արդեն հայտնի էր, երբ ես դեռ պարֆյումերիայի համալսարանում էի սովորում։ Արդեն 20 տարի է ճանաչում ենք իրար, ու չնայած իր զբաղվածությանը մնում ենք կապի մեջ։ Վերջերս իրենից գովասանքի խոսքեր եմ ստացել, ինչը անչափ կարևոր է ինձ համար։
Ազգությամբ հայ պարֆյումերներից կնշեմ Անի Բյուզանդյանին եւ Ջուլիետ Կարագյոզուղլուին։ Եվս մի քանի հաջողված հայրենակից ունենք պարֆյումերիայի ասպարեզում։ Ֆրանսիս Կյուրջյանը աշխարհի ամենահայտնի օծանելիքագործներից մեկն է համարվում։ Այժմ նա զբաղեցնում է Քրիստիան Դիորի բուրմունքների ստեղծման գծով կրեատիվ տնօրենի պաշտոնը։ Միաժամանակ շարունակում է զարգացնել սեփական ապրանքանիշը Maison Francis Կյուրջյանը։ Քրիստիան Դիորից բացի մեր հայրենակիցը բազմաթիվ օծանելիքներ է ստեղծել նաև Burberry, Ellipse Saab-ի ու համաշխարհային այլ բրենդների համար։ Նրա ամենահայտնի օծանելիքը լեգենդար Le Mail-ն է, որը պատրաստել է Պոլ Գոտիեի համար։ Չնայած թուրքական ազգանվանը, Ժուլիետ Կարագյոզօղլուն զտարյուն հայ է։ Նա ժամանակակից ֆրանսիական ամենապահանջված օծանելիքագործներից մեկն է։ Yves Saint Laurent-ի, Salvatore Ferragamo'ի, Giorgio Armani'ի համար ստեղծած բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ է։ Անի Բյուզանդյանը ծնվել է Ռումինիայում, պրոֆեսիոնալ ոլորտում կարիերան սկսել է արդեն ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Նա Estee Lauder Plaisir, Marc Jacobs Daisy եւ Tommy Hilfiger Tommy բուրմունքների հեղինակն է։ Նիկա Ավետիսյանը 17 տարեկան էր, երբ Հայաստանից տեղափոխվեց Նիդերլանդներ։ Ռոտերդամում նա հիմնադրել է Բելիկին օծանելիքի ապրանքանիշը, որը ստեղծել է բազմաթիվ հաջողված պարֆյումերական նախագծեր։ Նրա ստեղծած օծանելիքներից են Նիկան, Նարան, Coffee Mood-ը, Lemon Heaven-ը։ Սեփական պարֆյումերական նախագծեր ունեն նաև հայկական ծագում ունեցող մեգա աստղերը։ Քիմ Քարդաշյանը իր անունը կրող օծանելիքներ էր արտադրում։ Վերջերս նա ներկայացրեց իր նոր Skims Beauty օծանելիքի բրենդը։ Իսկ լեգենդար երգչուհի Շերը դեռևս 1987-ին էր սկսել թողարկել Unhabited օծանելիքը, որը պահանջված է մինչ օրս։ Վերջերս շուկա դուրս եկավ նոր օծանելիք Cher 19 Couture անվանումով։ Քանի բույր եք ստեղծել ձեր կյանքում եւ դրանցից որն է ամենակարևորը ձեր համար։ Արդեն կորցրել եմ հաշիվը։ Կարծում եմ 100-ից ավելի։ Դժվարանում եմ պատասխանել, երբ հարցնում են, թե որ բույրն է ինձ համար ամենակարևորը։ Քանի որ տպավորություն է, որ պետք է ընտրություն կատարեմ իմ երեխաների միջև։ Կան շատ բույրեր, որոնք կարևոր են ինձ համար տարբեր պատճառներով։ Դրանցից մեկն է Անին, քանի որ այն յուրահատուկ պատմություն ունի։ Նշեմ նաև Bossam, որը եւս դարձավ բեսթսելլեր։ Այն ստեղծել են բրազիլիական Granado բրենդի հետ։ Չեմ կարող չխոսել Amouage Outlands օծանելիքի մասին։ Amouage-ի համար ստեղծել եմ ավելի քան 10 բույր, որոնցից առաջինն է եղել Epic Woman-ը։ Երբեք չեմ մոռանա այս օծանելիքը, քանի որ այն ստեղծելիս պրակտիկանտ եմ եղել, եւ այն եւս դարձել է բեսթսելլեր։ Ամենավերջին աշխատանքներից է Օդ Զարյանը, Grid բրենդի համար, որի հետ շատ հպարտ էի համագործակցել։ Սեսիլ, դե Անին պատմական Հայաստանի մայրաքաղաքն է եղել։ Ես հույս ունեմ, որ մի օր դուք ցանկություն կունենաք նաև ներկայիս Հայաստանի մայրաքաղաքի պատվին բույր ստեղծել, Երևան օծանելիքներ նույնչափ հաջողված եւ պահանջված կլինի։ Շնորհակալ եմ ձեզ։ Սեսիլ, ավանդական նվերս է անամոր կոչվող հայկական գինին Մանուկյան գինու կոնյակի գործարանը արտադրել ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Ձեր հաջող բույրը այս գինով նշեք եւ որի հետ շատ համեղ է Մարլենկա Քաղցրավենիքը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է ստեղծում։